Ողջույն բարեկամներ, եթե հիշում եք, ես վերջի հաղորդումների ժամանակ ավելի հաճախ եմ շեշտում հասարակական ճնշման հանրային պարսավանքի ինստիտուտի կարևորության եւ դրա ազդեցության մասին։ Շատ եմ շեշտում, որտեղ ես ինքս հավատում եմ, ու այսօր մի գրառում տեսա, որը գալիս է ապացուցելու դա։ Ոմն աղջիկ Տոմաս Սիմոնյան գրել է, որ մարդ ինչքան ժեղ եղնի, որ սոնց հետևից էրթա։ ԿՊ-ի մասին է գրել, ասենք, սալիկին է վերաբերում սա։ Սալիկն էլ պատասխանել է դու քոյությամբ ամուսին եղբայրս մեկը ունես, իր հետ խոսանք իբր աղջիկ ես, մենք դրա մասին քո հետ չենք խոսա, որը ցույց է տալի, որ մեղադրանքը, որ մարդ ինչ աստիճան պետք է ընկած լինի, որ ԿՊ-ների հետ գործ ունենա, ազդել է սալիկի վրա։ Տեսեք, ես չեմ ուզում ասեմ, այս մասնավոր դեպքի վրա անդրադառնամ, թե ինչ է պատասխանել, լավ է պատասխանել, լավ չի պատասխանել, սալիկը ոչ մի նորմայից դուրս բան չի ասել, աղջիկը նույնպես։ Աղջիկը ընդամենը արձանագրել է մի փաստ, որը երևի սալիկը չէր ուզենա։ Հիմա տեսնում եք ոնց է աշխատում։ Ես այս դեպքից ավելի շատ զարմացած եմ, որ սալիկի վրա դա ազդել է։ Որովհետև ինքը ինչ էր կարծում, ասենք մինչև ես ասում սալիկ բոլորին նկատում, բոլոր սալիկներին, ովքեր ԿՊ-ի հետ գործ ունենան կամ ԿՊ-ական են։ Օրինակ դուք ինչ եք կարծում։ Դուք կարող եք մի մարմին դառնալ այդ ազգուրած, ցեղասպան, հայատյաց, այդ թուրքական միջավայրի, ու դա աննկատ մնար, ու մարդիկ չզարմանային, թե մարդ ինչքան պետք է ընկած լինի, ոչնչություն լինի, որ դրանց հետ գործ ունենա։ Դուք ինչ եք պատկերացնում։ Դա պետք է աննկատ մնաց, թե մարդիկ այդ գնահատականը պետք է չտային։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս ավելի ակտիվանալ, ովքեր ինձ լսում են, ովքեր հետևում են, իմացեք, որ հասարակական պարսավանքի ինստիտուտը այսօր միակ զենքն է մնացել մեր ձեռքում, լեգիտիմ իմաստով եմ ասում, ես չեմ բացառում ապստամբության, ինչ որ ցանկացած ըմբոստության դեպքերը, ոչինչ չեմ բացառում, միջև սրանց անհատական ոչնչացումը։ Բացարձակապես ու խնդիրներ չունեմ դրա հետ։ Ավելին, համարում եմ ամենառացիոնալ եւ ռեալ տարբերակը երկիրը փրկելու։ Բայց միջև կհասնենք դա, ով պատրաստ չի դրան, կա հասարակական պարսավանքի ինստիտուտ։ Կարծիք ունենալու իրավունք։ Կարծիք ունենալու։ Տեսեք, երկուսն էլ ցենզուրայի մեջ է, ոչ ատելության խոսք կա, ոչ հայհոյանք կա, աղջիկ ասում է, մարդ ինչ աստիճանի պետք է վատը լինի, որ ասենք ԿՊ-ի հետ ասոցացվի կամ նրանցից շնորհավորանք ստանա, դրա վրա ուրախանա։ Տեսեք, սալիկը դրա վրա ներվել է։ Սա ոչ մի անձնական բնույթ չի կրում։ Ես չեմ ուզում սանով նվաստացնել ոչ սալիկին, ոչ այդ աղջկան գովաբանել, բացարձակապես որովհետև ես ուզում եմ երևույթին նայենք մենք իրար հետ, Սալիկներ կան, եղել են ու միշտ լինելու են, բայց սալիկները միշտ պետք է նկատի ունենան նաև, եւ սա էլ ապացույց, որ իրենց մի օր է սա հարցնելու են։ Ես ուզում եմ, որ այս հարցը ամեն քայլափոխին Հայաստանում հնչի։ Փողոցում, ռեստորաններում, չգիտեմ ինչ որտեղ կտեսնեք, ԿՊ-ական կամ դրանց հետ ասոցացվող, դրանց գովացող, թաքուն եւ բացահայտ, ուղիղ այդ հարցը իրանց տալ։ Այո, թերուս քաղաքակիրթ ինտոնացիայով։ Ձեր վրա եմ թողում։ Ամեն մարդ իր մեթոդաբանությունն ունի, իր գործիքակազմն ունի։ Ես իմ մոտ են դրանք շատ տարբեր, Այն երկու ծայրահեղություններին էլ ես տիրապետում եմ ու նայած ով է իմ դեմը կանգնած եւ ես ինչ տրամադրության մեջ եմ։ Այսինքն ես ոչինչ չեմ բացառում, ես կարող եմ, չգիտեմ, ռևերանսներից խոսալով միջև ամենածայրահեղ ձևերով իմ թշնամու հետ վարվում եմ։ Դա եմ ասում, դա մարդու անձնական որոշումն է, բայց մի բան պետք է արվի։ Մի բան պետք է արվի ու ինքներդ եք տեսնում, թե դա ոնց է ազդում ուղղակի մարդիկ չեն կարողանում չնկատել։ Ուղղակի ասում են տղա չես, որ քո այդ տղամարդավերի խոսանք, բայց ուղղակի իստե հարց է առաջանում էլի։ Սարիկ, դու երևույթը չհասկացար, որ տղա լինել այդ երևույթը չէ լինելու, այսինքն եթե տղա լիներ գրողը, դա նշանակում է, որ կարելի է ուրախանալ ԿՊ-ի բաների վրա, եւ դա ամոթ չի, իհարկե դա ամոթ է եւ դա խայտարակություն է, բայց սալիկ տեսակի համար ես նույնիսկ եմ ասում չեմ ուզում թիրախավորել մարդ
այդ տեսակի համար այս կարգի գրառումները այո ցավոտ են, բայց իրանց համար իրենց ապահովությունն ու ստամոքսը իշխանության մղումը, հա, կոմֆորտի այդ չգիտեմ ինչով է ինքը առավել եւս մոտիվացված, երբ որ գնում է հանցագործ ռեժիմի հետ համագործակցելու, որպեսզի քաղաքապետ դառնա, իր մոտիվացիաները ինձ առանձնապես չի հետաքրքրում, իսկ փաստն է հետաքրքրում։ Իսկ ցանկացած մեկը, որ գնում է այս կարգի համագործակցության, պետք է պարզ իմանա, որ իրեն կողքին ոչ թե կարող են նույնիսկ ամոթանք տալ, իրենց հասնում է աշխարհի վերջին կուզեք պարսավանք, կուզեք անեծք, կուզեք հայոյանք, իրենք պետք է պատրաստ լինեն դա լսելու, համաձայն կլինեն թե չէ դա իրենց գործն է, բայց պետք է պատրաստ լինեն լսելու, որովհետև դա լեգիտիմ իրավունքն ու պատճառը կա, գոյություն ունի։ Ես հիմա մի քանի փաստեր ցույց կտամ, հասկանաք, որ հայոյանք կարելի է ուղղակի ժամերով իրականացնել դա եւ ասել եւ իրականացնել, ում էլի մարդու սիրտը չի հանգստանա։ Այնպես որ սարիկներ, մի զարմացեք, դուք գիտեք դուք ինչի տակ եք մը։ Ուղղակի դուք նախընտրեցիք ինչ-որ մի բանի դիմաց մտնել դրա տակ։ Հիմա գնանք այն նյութերի մասին, ինչ որ ես ասում եմ, որ դրանք նայելուց հետո կհասկանանք, որ հայոյանքը սա ամենամեղմ բանն է, որ կարող է տեղի ունենալ իրանց հետ։ Անցած տարի Մոսկվայում մի քանի ժամով ձերբակալված, ապա ժամեր անց ազատ արձակված Քամիլ Զեյնալին, որի նկատմամբ պատերազմական հանցագործության համար Հայաստանը միջպետական հետախուզում էր հայտարարել, ադրբեջանական եթերում պնդել է, թե իր նկատմամբ միջազգային հետախուզումը հանվել է։ Այո, հանվել է, եւ Հայաստանի արտգործնախարարությունից լրում են դրա մասին։ Բայց հանցագործությունը փորձում են կոչել մեկ այլ իբր իրազեկված եւ իբր քաղաքացու կողմից։ Այսինքն սա ձեռքով են ուզում այդ հանգամանքը լրոզել։ Իբր սա մի այնպիսի անբեկանելի, անքննելի հեղինակություն է, որ այս հարցը ինքը լուծող է։ Ինքը սա հարցի պատասխանը պետք է։ Եվ ինչ է ասում ինքը։ Ասում է, ով է կողմ, որ ԱՊՀ տարածքում Հայաստանի կողմից հետախուզվող ադրբեջանցիներն ու Ադրբեջանի կողմից հետախուզվող հայերը ձերբակալվեն ու արտահանվեն։ Նշանակում է, հա, նշանակում է Հայաստանի դատախազությունը ճիշտ է արել, որ հանել է մեղադրանքը մարդու մորթած ադրբեջանցու նկատմամբ։ Հային մորթած ադրբեջանցու նկատմամբ դատախազության հանած մեղադրանքը, որի մասին ագնան լրումը, թողել են այս ոչնչության վրա։ Հիմա ինձ ասեք, սա ուղղակի արդարացնում է այս թուրքական կառավարության գործողությունները հայ սպանած ադրբեջանցու նկատմամբ։ Հիմա այստեղից հարց առաջանում, եթե կարելի է ադրբեջանցուն սպանել հայ, մորթել։ Ինչ հային կարող են բոլորը սպանել, նաև հայերը, թե հային իրավունք ունի սպանելու միայն ադրբեջանցին։ Այս հարցին դուք ունեք պատասխան։ Հիմա մի սարիկ էլ սա է։ Հիմա սա եթե վաղը փողոցում մեկը բռնի այդ զոհվածի հարազատը ու սրան իրականացնեն ինչ որ մտքում կա, ես թողում եմ իրանց ֆանտազիաներին, պետք է նեղանա։ Ես ընդամենը, տեսեք, ես իմ վրա ուրիշ տեղ չեմ գնում։ Մեկ տարի առաջ ասեցի ով հայ տունը քանդի, դա բանի ժամանակ էր։ Երբ որ ոսկեպար բաղանից դատարկում էին, ասի ով մտնի հայ տուն, ցանկացած ոստիկան, ցանկացած համազգեստով մտնի հային տնից հանի որ տա թուրքերին, այդ մարդը իրավասույա ոչնչացնել եւ այդ ոստիկանը պետքա ոչնչացվի հենց տեղում։ Ինչ տարբերություն քեզ հայն ատ քո տնից հանում թե թուրքը, հա։ Դրա մասով 15 հատոր վերես քրական գործ կա։ Հայտարարության համար։ Ադրբեջանցի մորթելը նկարել է այդ ամեն ինչը, հա, ու դատախազությունը գործը չեղարկում է, անում է մեղադրանքը վրայից։ Սա պետական հանցագործություն է թե չէ։ Սա ընդհանրապես հանցագործություն է թե չէ։ Ոնց որ մեկը մարդ մորթի, տեսել է, սպանել է, ասեն չէ, ինքը մեղավոր չի։ Հանում ենք ինքը քրեական հետապնդման պիտի չի ենթարկվի։ Ինչա։ Ինքը ադրբեջանցի է, ասում ինքը իրավունք ունի։ Հայը հային պաշտպանվելու կոչ անելու համար պետք է մեղադրվի իրենից ինձ, ադրբեջանցին հայի մորթելու համար պետք է քրեական գործի վրայից անել։ Ու գտնվում են այսպիսի, չգիտեմ ինչ ասեմ, այսպիսի բաներ,
չգիտեմ ինչ ոնց վերաբերեմ սան, հա։ Այսպիսի բաներ, որոնք ասում են, ձեզ դուր կգա, որ հայերին էլ Ռուսաստանը ձերբակալեն։ Այսինքն նշանակում է, եթե դուր չի գալի, պետք է մեղադրանքը հանեն։ Հիմա ինձ ասեք տեսնեմ։ Այս դեպքից հետո ոնց կարելի է վերաբերվել Սարիկի, որ սրանցից մեկն է։ Կամ Սարիկների, լավ, անունը չեմ ասում, Պողոսների, լավ։ Չէ, Պողոսը չէ, Պողոսը էս մյուս կողմն է, մոռացել էի։ Լավ, սրանց նմաններին, քայլարասներին, դրանց հետ հաց ուտողին, դրանց ուտողներին, դրանց հետ բարևողներին, դրանց հետ համագործակցողներին, ոնց արմանես, այսինքն դրանք բոլորը հանել են մեղադրանքը, բոլորը իրար հետ։ Չէ՞ որ ԿՊ-ն մենակ ԿՊ չի։ ԿՊ-ն Նիկոլ չի, Արարատ Միրզոյան չի, այնտեղ չգիտեմ ինչ զիբիլները չեն։ Սրանք բան են, համայնք են, թուրքական համայնք է, որի մի մասը դարձել է Սարիկը։ Հա, այս թուրքական համայնքին ոնց կարելի է վերաբերվել, երբ որ հայ սպանողին մեծ թերերանը գնդակահարում է, դառնում է հերոս, սրանք սպանողին ասում դու մեղավոր չես։ Դու հետապատման չես։ Սա էլ ասում նորմալ է։ Ինչի՞, որովհետև նույն թուրքական համայնքի ներկայացուցիչը։ Մեկը իր անունը հիշում անցապես լսել է 18 թվականից առաջ։ Հարց. ով է ինքը 18 թվականից առաջ։ Հիշում եք դուք։ Չեք հիշում։ Չեմ ուզում ուղղակի այդ նկարները ցույց տամ, որ դուրս չգա էլի ես թիրախավորում եմ ինչ-որ մեկին։ Սա թուրքական համայնքն է։ Սա ոչնչությունների, պատերազմական հանցագործությունները արդարացնողների, պատերազմական հանցագործությունները արդարացնողների։ Չէ՞ որ մենակ թուրքերը չեն այդ հայերի սպանել, այս հայերներն են, այսօրվա կառավարիչներն են այդքան սպանել։ Տարբեր ձևերով։ Հիմա սրանց բանոց վերաբերվենք։ Արդարացնելուց բացի զուգահեռ լուծարվում է Իջևանի ազգային արխիվի մասնաճյուղը։ Դուք հասկանու՞մ եք ինչ է նշանակում ազգային արխիվ։ Արխիվները դրանք չեն փոքրանում։ Արխիվները գնալով մեծանում են, որտեղ ամեն տարի իր նոր նյութերն է գալի արխիվ։ Արխիվները պետք է մեծանան, պետք է զարգանան, դրանց մասնաճյուղերն էլ պետք է զարգանան։ Ինչ է անում Փաշինյան Նիկոլը։ Վերացնում է արխիվները։ Վերացնում է հայ պատմությունը։ Իջևանի արխիվում նաև փաստաթղթեր կան հաստատ Իջևանի այդ տարածքների այդ թուրքերի հետ բանի հարաբերությունների հող կիսելու, հող չկիսելու այդ բանակցությունների, որի արդյունքում բազմաթիվ փաստեր կա, որ աշխատում է այս տականքի դեմ այդ հողանձնելու բան։ Հիմա սա դրած այս Սալամի մեթոդաբանությամբ շերտ սպանում է Հայաստանը։ Հիմա Սարիկ կամ Սարիկներ, դուք այս գործի համընդհանուր հանցագործության մասնակիցներն եք։ Ժողովուրդը ոնց ձեզ փողոցում տեսնալուց ամենամինիմումը չթքի ձեր երեսին։ Չհայոյի ձեր եղած չեղածը։ Չէ՞ որ դուք եք ինքնակամ ընտրել սա։ Դուք այս ամեն ինչ անում եք։ Դուք ուզում եք այս ամեն ինչը անեք, մարդը չասի, չարտահայտվի։ Սա մինիմումն է։ Դուք իրական այդ հետևանքները կզգաք, երբ որ հանկարծ Հայաստանում փոխվեց իշխանությունը։ Այ իրական հետևանքներն այն ժամանակ կզգաք ձեր մաշկի վրա, կարող է գլխի վրա, կարող է ոտքերի, ձեռքերի, չգիտեմ, եղունգների, բայց այդ մաշկի վրա եք զգում, ֆիզիկական եք այդ ամեն ինչը զգալու։ Ցանկացած ԿՊ-ական, ցանկացած մեկը, այս ուժայիններից սկսած, այս որ համակարգում աշխատում է, պետք է չզարմանա, պիտի չզարմանա, որ ժողովուրդը իր մասին երեք եմ ասել, չէ՞, մտածում է որպես թուրքի, սա բանն է, քվեարկությունն է, ցույց տան։ Ունենք 7000 մասնակից, որից 9%-ն է ձեզ համարում լեգիտիմ։ 7000 մասնակից, հիշում եք 3200 էր, 12%-ներ, հետո մարդիկ ակտիվացան քվեարկումները, 7%-ի համարեք, չգիտեք, 9%-ի համարեք դուք ինչ-որ մի բան լեգիտիմ, այսինքն 10 հոգու, 100 հոգու մեջից 9 հոգու համար, 10 հոգուց մեկն էլ չի անում նույնիսկ, թեկուզ մեկը։ Դուք հասկանում եք, դուք բոլորդ, չէ՞ որ սա ոստիկանը չի, այս ոստիկանը բան անում, իր մեջ պարունակում է ամբողջ կառավարման համակարգը,
որը հիմնված է ոչ թե կառավարման հմտությունների, արդյունավետության, հա, մարդասիրության, ոչ, հիմնված է բացառապես մահակի վրա։ Բացառապես, հենց այդ մահակը հանում ես, ինքը դառնում է ոչնչություն, այսինքն ինքը շարքով գնում է միանգամից դեպի բանտ։ Ինքը առայժմ դեռ բանտի պատին ճանապարհին չի, որովհետև այդ մահակը դեռ ձեռքում է։ Այս մահակը ոստիկանն է։ Այս ոստիկանի լեգիտիմությունը հայ իրականության մեջ 7000 մարդու քվեարկությամբ 9% է։ Այն մեկն էլ գրել էր, սա իհարկե բան չի, հստակ բան չի, ճիշտ թիվ չի, ձեր հետևորդներն են քվեարկում։ Ես ուզում եմ ասեմ, պարոնայք մթություն գիտեք որն է։ Որ ինքը չի հասկանում Facebook-ի ալգորիթմը ոնց է աշխատում, ընդհանրապես։ Սա քվեարկությունը ու սա մասնակցելու համար բոլորովին պարտադիր չի լինել աջակից։ Բոլորովին պարտադիր չի հետևել ալիքին։ Սա մարդիկ տեսնում են, իրանց timeline-ով sense գնում է։ Հա։ Եթե տոկոսը 9-ը, թող մի քիչ շեղումով լինի 10, կամ լինի ավելի մեծ շեղումով 11 կամ 12։ Հասկանում եք, որ դուք էլի ոչինչ բան եք։ Իսկ իմ ալիքը ես պետք է ձեզ ասեմ, ավելի շատ նայում եմ ոչ աջակիցները, քան աջակիցները։ Կամ ինչ աջակից։ Ինձ ինչ եմ անում, որ ինձ էլ աջակից եմ։ Ինչ ոչ կուսակցություն եմ ներկայացնում, ոչ քաղաքական ուժ եմ ներկայացնում, ոչ ոք չեմ ներկայացնում։ Ես ինքս ներկայացնում եմ իմ տեսակետները, իմ մտորումները, իմ եզրակացությունները։ Այդ մարդկանց մեջ ոչ մի այդպես հատուկ բանակ չկա։ Նայում են եւ հավատացյալները, եւ անհատները, եւ մենշևիկները, եւ բոլշևիկները, եւ դաշնակները, եւ հնչակները, բոլորը նայում են։ Ամենից մի քիչ։ Ու այդ բոլորը իրար հետ չեն սիրում ոստիկաններին։ Բայց նրանից չի, որ ես սիրում եմ կամ չեմ սիրում։ Այս մարդիկ տեսնում են Հայաստանը ով է ավիրում եւ ոնց է դա ավիրվում։ Դրանց որ իմացեք իրազեկված եւ չիրազեկված դավաճաններ։ Կյանքում չի եղել իշխանություն, չկա, չի եղել պատմության մեծ իշխանություն, որը կարողացած լինի 9 կամ 10%-ով, թեկուզ 20%-ով, ես կրկնակի եմ բարձրացնում, 20%-ով երկիր կառավարի։ Չի եղել նման բան։ Մյուսը, կենսաչափական անձնագրերը կտրամադրեն մասնավոր գրասենյակները։ Սա գիտեք ինչ է։ Սա միանգամից ասեմ ինչ է, եւ կոռուպցիա եւ հանցագործություն կամ եւ հանցագործությունը անձնական տվյալների պահպանման մասով եւ հանցագործությունը, то есть եւ կներեք եւ հանցագործությունը եւ կոռուպցիա։ Այսինքն պետական սա ոնց ասեմ, ոնց որ մի հատ մասնավոր կազմակերպություն վերցնի օրինակ սահմանների վերահսկողությունը։ Սահման դու իրավունք ունես երկրի մտնելու թե չէ։ Հա։ Պատկերացրու մասնավոր ընկերությունը անձնագիր, դա ոնց իրավունք ունի մասնավոր ընկերությունը տիրապետի մարդու անձնական տվյալներին։ Դուք ոնց եք մասնավոր ընկերությունը տալի մարդուն անձնագիր տալու իրավունք։ Չէ՞ որ անձնագիրը լրացնողը ամեն ինչ գրում է մեջը։ Այդ անձնագրերի տվյալներով ամեն ինչ կարող են անել այդ մարդկանց։ Դուք ոնց եք կարողանում, ոնց եք որոշել։ Այսինքն սա երկու կողմանի հանցագործություն է։ Երկու կողմանի հանցագործություն, որ անձնագիրը պետք է տա մասնավոր ընկերություն։ Գիտեք ինչ եմ, թքած սահմանադրության վրա, թքած անվտանգության վրա։ Եթե մարդիկ պատերազմից առաջ կարողացել են 5000 հոգու, այն ժամանակ այդ մինիմում թիվն եմ ասում, 5000 ադրբեջանցու կեղծ անձնագրեր տային, դրա մասին աղմուկը բարձրացավ հենց 20 թվականի պատերազմի ժամանակ, հենց այդ ժամանակ էլ միանգամից ծածկադմփոց արեցին։ Հիմա որոշել են, դե մեկ ուզում ինչ ուզում տալիս են։ Հիմա այդ մասնավոր ընկերությունը ով է վերահսկելու, որ ասենք թուրքերին, ադրբեջանցիներին կաշառքի դիմաց անձնագրեր չտա։ Այդ չի նշանակում, որ պետականը չէր տալու։ Բայց մասն է դու արդեն իր ձեռն է։ Ինքը էլ ոչ մեկին հաշիվ չի տալիս։ Ապա տվել եք իրան։ Հա մի երկու հատ անձնագիր ավել տպի։ Լավ սանել դու, ես մեր ախպերն է, հա լավ ես ինչքան ես տալիս հա դիմաց։ Դու անձնագիրը։ Այդ պետական այդ իրազեկված, չիրազեկված այդ չքաղաքացիները չգիտեն այս հանցագործությունների մասին։ Այս իշխանության սազանդարները չգիտեն այս հանցագործության մասին։ Ժողովուրդ ջան,
էլի պետք է գամ այն առաջի ամենա այդ մեր թեմայից։ Այս sense ինքը լեյց թեմայով սա կարմիր գծի նման անցնելու է։ Նու տեսեք նույնից եմ ասում։ Բռնելու տեղ չկա։ Ոչ բարոյապես, ոչ օրենքով։ Պետք է ազդել։ Պետք է ազդել այն գործիքները, որոնք աշխատում են։ Եթե նույնիսկ չի աշխատում, պետք է այնքան սեղմել, միջև աշխատի։ Վստահ եղեք, եթե այդ կոնկրետ դիմացի տականքի վրա չազդի, իր մերձավորների վրա ազդում է էդի։ Ես չեմ առաջարկում հայոյել, մտնել տուն, Facebook-ով, երեխեքին, չէ, ասեք այն ինչ որ մտածում եք, անկեղծ ձեր բանը, ձեր ունեցած ռեսուրսների չափով, ձեր ունեցած լեքսիկոնով, ձեր ունեցած պատկերացումներով, ասելա պետք։ Լավամարդ լինելով, չնկատելով, չմասնակցելով քանդեցինք մեր տունը, մեր մեծ տունը, քանդեցինք այն աստիճան, որ մեր պատմությունն են վերացնում արխիվների ձևով, մեր որոշել են անձնագիր տալատան մասնավոր ընկերության, որոշել են, որ հային սպանել այլևս մեղադրանք չկարող է չներկայանա, այդ մարդը ասում է, զանգեցին, ասեցին քո վրայից մեղադրանքը հանել են, դու կարաս գնաս։ Այսօր էլ իմանում եք բանը Արաբաթը Էմիրատներում բանը անձնական հանդիպումների մեջ է Ադրբեջան ներկայացուցիչների հետ։ Դուք հասկանում եք այս երկիրն ինչ է դարել։ Մեզ հարց եմ տալի, Արաբաթը գնացել է զեկուցի, թե նոր հանձնարարականներ ստանա։ Հայաստանում ԱԱԾ կա։ Չէ, շենքը չեմ ասում։ Իրականությունը, բովանդակությունը կա։ Բայց դուք հասկանում եք, դուք ինչ եք դառնում։ Դուք ինչ եք անում այս երկիրը։ Հայաստանի արտաքին գործերի նախարարը ինչ իրավունք ունի, դա գաղտնիքների տիրապետող մարդ է։ Գնա անհատական հանդիպում, մասնավոր հանդիպում Ադրբեջանի ներկայացուցիչի հետ։ Սա երկիր է, թե գոմ։ Ես հասկանում եմ, որ դուք գոմի եք վերածել այս երկիրը, բայց այս գոմի հոտը կպտելու է ձեր ընտանիքին, այս հետևանքները քաշելու են նաև ձեր երեխաները, ասում եմ, եթե անասունին տանում ես պալատը ինքը չի դառնում թագավոր, պալատը վերածում է գոմի։ Եվ այս հասկանում եք, դուք այս երկիրը ամեն ինչ արեցիք, որ վերածեք գոմի։ Բայց չեք մտածում, որ սրա հետևանքները թրիքը կպնելու է նաև, կծվելու է նաև ձեր ընտանիքին, ձեր սերունդներին, մարդ չկա ձեր մեջ։ Մարդ, իր արասների համար պատասխանատու մարդ, լավ ամոթ ունեցող մարդ։ Ասենք, որ իջնի դուրսը նարդի խաղա, ասես չմտածի ով տեն կողքից անցնողները իրենք քֆուն են տալի։ Չէ, դուք էլ դրսում նարդի էլ չեք խաղում։ Չնայած դուք ինչ նարդի խաղացող։ Դուք չեք իջնում հարևանների հետ շփվեք, որովհետև ձեր համար այդ հարևանները երկրորդական ժեխ են։ Կամ դուք արդեն այնքան հեռու եք ապրում, որ հարևան էլ չունեք։ Կամ նույնիսկ ունեք, բայց այնքան չկաք, որ նույնիսկ հարևանը չէ ճանաչում դուք ով եք։ Ես անբացատրելի է սա։ Անբացատրելի ուղղակի, ոչ մի լոգիկայի, ես փորձում եմ ամեն կերպ սեղմեմ բոլոր տեսակի էմոցիոնալ զեղումները, որ հանկարծ ափերիցս դուրս չգան, բայց դա չի նշանակում, որ չեմ ուզում ասեմ։ Ոնց կարելի է ապրել այս ձևի։ Ոնց կարելի է ամբողջ երկիրը վերածել անասնաֆերմայի։ Այդ կառավարման համակարգը ամբողջովին եւ անմնացորդ։ Հետևանքների մասին չեք մտածել։ Կարելի է այդքան չմտածել։ Արդյունքն է սա։ Ընթացքում կրակում էին, հետո մի քանի օր հանդարտվեցին ու հիմա էլ շարունակում են կրակել։ Խոզնավարի ղեկավարն է պատմում։ Կրակոցները նույն ձևին, նույն ժամերին լինում է։ Որ ժամերին են լինում։ Ժամը 10-20 բան սկսում է։ Երեկոյան 10-ից 20-ից սկսում են կրակել։ Հա, 10-20, 12-20, 3-20 կամ պես։ Տևականությունը ինչքան է, երկար են կրակում։ Հա, չի կարող եմ 5-10 բան փոշտ։
Մերոնք պատասխանում են, թե իրենց կողմից է միայն։ Ոչ մի անգամ։ Իսկ ի՞նչ տրամադրություն է գյուղում։ Ժողովրդական մատիրագործին իրեն բնական հունով իրենց աշխատանքներն բան չկա, որ ասա վախեցած են, խառնեն։ Արդեն մի քանի օր է նա կրակում է Սյունիքի ուղությամբ, կրակում է քաղաքացիական բնակչության բնակելի գյուղերի ուղությամբ, չքմեղացած ու նաև ռեժիմով կեղծիք տարածելով, թե հայկական կողմն է կրակում։ Ինչ հարց է լուծում Ալիևը, որքան Իրանը զգաստ է ու զինանոցը թիվ 1 պատրաստության է բերում, սպասելով Միացյալ Նահանգներից հարվածի, այնքան Ալիևը ակլորացած զենքի փողը ուղղում է դեպի Սյունիք։ Դատելով միջազգային ընդհանուր իրավիճակից, ադրբեջանական կողմը այս պահի դրությամբ դեռևս չունի հստակ պատկեր, թե ինչպիսի արձագանքներ կլինեն տարբեր դերակատարների կողմից, եթե իրենք գնան ագրեսիվ գործողությունների։ Խոսքը իհարկե ավելի լայնամասշտաբ գործողությունների մասին է։ Այս կրակոցները մի կողմից ուժի սպառնալիքի կիրառում են, մյուս կողմից նաև նպատակ ունեն հասկանալու տարբեր մայրաքաղաքներից եկող հնարավոր արձագանքներ, որպեսզի իրենց հետագա գործողությունները պլանավորեն։ Բաքուն հիմա նաև տնտեսական խուճապի մեջ է, նկատում են մասնագետները, նավթի գինն այստեղ կտրուկ է անկում ապրում։ Հիմա նա խնդիր ունի նաև սեփական տարածքում հանդարտություն պահելու ու հերոս ակլորի իր դերի մեջ էսկալացիոն ֆոնն էլ պահում է։ Ուղիղ իր վերահսկողությամբ աշխատող պետական ԱԶ TV-ով Աստծո ամեն օրն է հայատյացություն սփռում։ Մեծ վերլուծական կոչվող թողարկումով պնդում են, թե հարկավոր է միջազգային հանրությանը համոզիչ բացատրել, որ հայկական կողմը խաղաղության չի ձգտում։ Խոսքով հայերը գենետիկորեն զավ թողեն, ցեղասպանեն, խոսքով ահագին բան կա։ Ախր լեզու շիֆրում ասեմ, որ հարգելի ուժայիններ, չէ, դուք հարգելի չեք։ Դուք ուժայիններ չեք, ուղղակի աշխատում եք։ Որտեղ ուժայինը դա պաշտոն չի, ուժայինը դա տեսակ է, դա կոչում է։ Դուք ուժայիններ չեք, ուղղակի դուք այդ գործի վրա աշխատում եք։ Դուք պատկերացնում եք ինչքան եք դուք արժեզրկված, որ նույնիսկ ուժային բառը ձեր համար մեծագույն կոմպլիմենտ է։ Դուք ընդհանրապես այդ համակարգում աշխատող եք, դուք ուժային չեք։ Դուք կարող եք ուժեղ լինել, մենակ ձերանից թույլ հասարակ քաղաքացու նկատմամբ։ Դուք ուժային չեք, ոչ մի բան եք, բայց հիմա խոսքս ձեզ ալուված։ Ձեզ մեզ բոլորիս ներկայացնում են որպես գենետիկորեն աղբ, թշնամի, ցեղասպան եւ այլն։ Այսինքն այն ինչ որ դուք եք, բայց ձեզ մեզ էլ են այտենց ներկայացնում, հասկանում եք։ Ստեղ է խնդիրը։ Բայց հարցը դա չի, որ ես նման ներված եմ։ Հարցը այն է, որ սրանք որ մտան, ոչ մեն են նայելու, ոչ մանուկ են նայելու, ոչ մի բան, ոչ լավն է սեղը, ոչ ուժային է սեղը։ Ուժային է սեղը ավելի վատ, առաջինը քեզ են լիկվիդացնելու։ Հա, որտեղ են հասարակ գյուղացին, որ դե մշակ անում, մեկը պետք է չէ թողավարի։ Իսկ պարստարական բան է, դու չեք հասկանում ձեր գլխին ինչ եք դուք նախապատրաստում։ Դուք նախապատրաստում ձեր ձեռքով։ Այս ամեն ինչը ձեզ ոչ մի բան չի ասում։ Ձեզ Նիկոլի Վարկանիշը ոչ մի բան չի ասում։ Ձեր մեջ ինքնապաշտպանության բնազդը մեռել է, թե ի սկզբանե չի եղել։ Այս կիսատակացած խոսքերս ձեզ ես չի ասի չեմ ուզում վիրավորեմ, բայց ասում վիրավորեմ գոնե մի քիչ շարժվեք տեղներից հետ, բայց դա չի նպատակս, որ սկսեք մտածել։ Ես ես ոչ մեկին անձամբ չեմ ճանաչում, որ ասեմ, այ դու ես, այ դու։ Ես ընդհանուր եմ ասում, դուք հանցագործ եք, արա։ Բայց ձեր երեխեքի գոնե համար կարող եք մի քիչ բան անել։ Կարող եք մի քիչ ձեզ փրկել, ձեր երեխեքին փրկել, մի երկու հարևան կողքից կփրկի։ Հասկանում եք, ամբողջ ցեղասպանության ժամանակ ընդհանրապես մի քանի տեղ եղավ ապստամբություն, դիմադրություն։ Բայց ընդհանրապես միայն Վանի ինքնապաշտպանության շնորհիվ, որ որոշեցին ինքնապաշտպանվել, ոչ թե կոտորվել։ Միայն այդ ինքնապաշտպանության շնորհիվ փրկվեց 300,000 հայ։ Մենակ որ որոշել են ինքնապաշտպանվել։ Հիմա դամանը ասում եմ, ինքնապաշտպանվել, ձեր հետ մի քանի հայ ընտանիք էլ կփրկեք գոնե։ Սա ավելի լավ չի, քան նախընտրել եք այդ մի փոթ հացի համար դուք էլ կոտորվեք, ձեր ընտանիքներն էլ ամբողջ ազնել հետ։ Դուք չեք տեսնում, միթե դա չի երևում, ինչ է կատարվում։ Այս տականքը մեզ ուրատանում, մեր պատմությունը ջնջելով, ամեն ինչ ուրանալով, ամեն ինչ տալով։ Բայց չեմ ասում, ձեր աշկերը կապել են մենակ, որ մի տեղ են թողել, որ տնակ ինչ եք ուտում։ Ես տպավորություն եմ, որ ձեր ականջներն աշկերը կապել են, ասել են մենակ դեմը նայի, թե ինչ են դրել դեմը ուտելու համար։ Ես մալին էին լսենք մի հատ։
ձեր ծոցում ապրած, ձեզ մարշրուտկով, երևի 50 դրամով պտտացրած վաչոն, ասում է, որ իր հերը Սերժի Վաչի մասն է խոսքը։ միլիոնատեր ա եղել Արցախում, դոլարային միլիոնատեր։ Դուք Սերժին ասեցիք, Սերժիկ, հիշում եք են մեր Շուշաբանդ քառակուսի ակնոցներն ու շախմատի հետ։ Գնացեք Բարսեղի բանկի դեմը կանգնեք ու ասեք Բարսեղ, ես ոնց եղավ։ Դու էլ էր մեզնից մեկը։ Ոչ շորուներ, ոչ կոշիկ, վիզը ծուռ, ոնց որ Ռոբերտը, ոնց որ Սերժը տենց խեղճ ու կրակ եկել էիք Հայաստան։ Ոնց եղավ, որ դուք դառաք միլիոնատեր, մենք այսօր 40,000 դրամի խնդիր ունենք։ Բակոյի ունեցվածքը օպերայի հրապարակում է, Արկադի Ղուկասյանի տունը օպերայի հրապարակում չի, Պրոշյանի վրա է։ Բակոյի ունեցվածքը Կրասնոդարում է, Ռոստովում է ու Երևանում է։ Արայքի ունեցվածքը Երազ թաղամասում է, օպերայի հրապարակ ինչ կա որ։ Ես ինչ եմ անում հատուկ ցույց տալիս, այն որ արցախցիներին վիրավորում են նույնականացնելով այս տականքների հետ, ում անունները որ հնչեց։ Մի բան կամ չեն ուզում հասկանալ, կամ դիտավորյալ են ուզում ամեն, որ սրանք այս ում անունները որ հնչեց, եւ մեկ էլ նրանք ովքեր բանտում են, եւ նրանք բոլոր այսօր որ ղեկավարում են Հայաստանը, նույն ձև թշնամի են մեր երկրին, բոլորից։ Հիմա ես հարց եմ տալի արցախցիներին թիրախավորած մեղավորները։ Վաղը այս տականքները նույն ձևով հանձնելու են Հայաստանը, նույն ձևով, նույն տրամաբանության մեջ։ Հիմա պատկերացնում եք, մեկը որոշում է, այն մարդուն, որը իշխանության չի եղել, ուժային չի եղել, այդ հանձնողների չի եղել, ԿՊ-ական չի եղել, նույնականացնի Նիկոլե եւ ամբողջ քայլառածների հետ։ Հասարակ հայի ներկայացնել այս թրքածիների հետ։ Սա նույն բանն է։ Հիմա ես ձեզ եմ ասում, դուք ձեզանից ո՞նց կզգաք։ Հիմա մենք ուզենք, չուզենք, մեր ամբողջ տարածքում Արցախը ներառել հայերի մեջ։ Ունենք շերտ, որ անհայրենիք Նիկոլի ծնունդ են, դա լինի իդեմը Սերժի, Ռոբիկի, թե մնացած վաչոմաչոների, բարսեղների, հա։ Դա անհայրենիք Նիկոլի ծնունդներ են, բայց չէ որ դրանից ներքև մարդ կա ապրող, եւ Հայաստանում, եւ Արցախում կար, էլի լինելու, ի հեճուկս բոլոր տականքները էլի լինելու է, Արցախցին Արցախում ապրելու։ Դա Հայաստանն է, ու լինելու է այդպես։ Հիմա հարց եմ տալի, հայաստանցիներ նույնականացնեն բանի հետ, քայլառածների հետ, այդ Հայաստանում այդ բառերը ասողները չեն հասկանում, որ դուք adekvat չեք, դուք ոչ միայն արդար չեք, նույնիսկ դուք թշնամի եք ուղղակի։ Այն մարդկանց տեղից վատ է, ամեն ինչ կորցրել են նրանք, ամեն ինչ դու գնում եք ձեր տունը քնելու, այդ մարդիկ այդ տեղն էլ չունեն, որ գնան քնելու։ Այդ չեմ ասում, որ ապրուց չունեն, աշխատանք չունեն, նրանք կորցրել են իրենց ամեն ինչը, հիմքը։ Պատկերացնում եք, ծառի կտրես արմատից, տանես դնես ու ասես հիմա ստեղ պետք է աճ, ասֆալտի վրա պետք է աճես։ Այս ինչի մասին որ Մարինեն ասես, դրանք կան, բայց դրանք կան նաև Հայաստանում, այդ անունները որ ասես, կեսը Հայաստանում է, չի ապրում։ Կեսը բանկի բանտերում է, կեսն ստեղ է, դրանք բոլորը պետք է բանտերում լինեն, ու Հայաստանի բանտերում։ Բայց չէ որ ներքևը կա հայեր, ժողովուրդ, մարդ, չէ որ իր աշխատանքով ապրել։ Դուք ո՞նց կարելի է այդպեսին նույնականացնել։ Միջև հիմա ինձ էլ են գրում, այդ Ղարաբաղցիները, բախի սենց եղավ, բան չի նենց եղավ, ո՞նց կարելի է։ Հիմա վաղետ ասելու են, բայց այս հայաստանցիները, հիմա լավ ասեք ես, որ սրանց տանել չեմ կարողանում, ամեն ձև, բոլորին, ինձ որ նույնականացնեն, ես ինչ պետք է զգա։ Կամ եթե դուք էլ տանեք չեք կարողանում, ձեզ որ նույնականացնեն այս ցեղասպան, այս ազգուրացները, դուք ո՞նց եք զգալու ձեզ։ Ուսով եմ այս ամեն ինչը, այս խոսքես մի բան կփոխի, ժողովուրդ ջան։ Ամեն անգամ որ Արցախում մասին մի բան եմ կարդում, հա, վիրավորային կամ մի բան, ես մտածում եմ ոնց ասեմ, այն թորիստները, երեխեք են լինում, չէ՞, ասենք ծնող կորցրած։ Մեկ էլ ասեք մյուս երեխու հետ գա, ասենք իր ծնողով որ երեխուն սկսի ճնշել։ Ասենք ինչ ասեք, այդ մարդը կորցրել է։
ինքը ծնողը չունի, որ գա բերանը ջարդի կոպիտ ասած։ Կարելի է, տենց, պետք է մարդկային, հա։ Հայաստանի հացը, չնայած գիտեմ դուք չկաք, այդ շենքում ով կա, բայց ես գիտեմ դուք այսինքն 5 կարելից միթե ընդհանրապես մարդ չի մնացել։ Էս ով է։ Էս ում է միանում, էս ում է հրավիրում միանալ իրանց։ Ու նրանք ասում են գալու են ձեզ կոտորենք, սան հրավիրում են միանալու, ուր միանալու, սրանց բերանը փակող չկա։ Դուք ես գեր տեսած էշին տեսել եք մոտիկից։ Էս Հակոբ Արշակյան, դուք մոտիկից տեսել եք։ Ես գրազ եմ գալի, եթե մեկը ավտոն կանգնացի մայթին չէ, փողոցում։ Սա կողքը կանգնած լինի, նույնիսկ չի վստահի ասի մեքենայից նայի, միջև ես մտնեմ խանութ դուրս գամ։ Ասեք, այս կարգեն տիպն է, որ դու ես մեքենատ կանգնացնես մայթին, ամենավատ մեքենա, նույնիսկ չես վստահի, որ 5 րոպեն ինքը մեքենայիդ նայի կողքից, որ վնաս չտան, դու մտնես խանութ դուրս գաս։ Սա տվել է մի ամբողջ պետություն ու պետության անունից ինքը ասում է Ադրբեջան հրավիրում եք միանալ մեզ, ինչի շուրջ, հələ, այս ինչ եք դարձրել այս պետությունը։ Ու սրանց ոնց չասես, այն ինչ որ աղջիկը ասես, հաղորդման սկզբում եմ ասում։ Բա ոնց չասեք, սարիկ ինչ եք նեղանում։ Տեսեք, ես հայոյանք չեմ տալի, ձեզ իրավունք ունեն ամեն ինչ ասեն։ Բանով դրեք ռեպերտուարը հայոյանքների, անեծքների, չգիտեմ, վատ խոսքերի, դրեք մի ամբողջ ցանկ, բոլորի դեպը կարելի է պլյուս դնել, բոլորը համապատասխանում է ձեզ։ Ոչ այդ ամբողջ ցանկից ոչ մեկ ձեր համար անհամապատասխան չի։ Ես էլ ոչ շերտի վրա ցույց տամ, որ դուք հասկանաք, ցանկացած մեկ, որ առնչվում է այս բաների հետ, այս քայլարածների հետ, ինքը այդ ցուցակով գնում է։ Բոլորը իրեն հասնում է։ Օրենքով, ուզում եք իմանալ ճիշտով, հասնում է։ Մասան եմ ուզում լսենք։ Ազատության եթերում լսեք։ Այդ թվում եւ իրենց վերադարձի պահանջով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ ասկուտես լսենք նա։ Արևծես ազատությունում է Լեռնային Ղարաբաղի նախկին պատգամավոր նախարար Հայկ Խանոմյանը, շնորհակալ եմ, որ ընդունեցիք մեր հրավերը։ Մինչ արցախցիները նստածույց են անում ազատության հրապարակում, այդ թվում եւ իրենց վերադարձի պահանջով Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, որ բռնի տեղահանությունից, ինչպես նաեւ Լեռնային Ղարաբաղի լուծարման հրամանագրից հետո այս հարցը վերադարձի հարցը, նրանց իրավունքների հարցը դուրս է Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման օրակարգից ձեր մեկնաբանությունը։ Արտգործնախարարության հայտարարության մասին դուք հիշում եք Ռուսաստանի արդարացումները, երբ քննադատում են Ռուսաստանին Արցախում խաղաղապահ առաքելությունը տապալելու եւ այլնի մեջ, երբ որ ասում էր այդ Նիկոլ Փաշինյանն է 22 թվականին Պրահայում ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի կազմում եւ այլն, այսինքն իր պատասխանատվությունը գցում էր թույլի վրա։ Հիմա Հայաստանի արտգործնախարարությունն իր պատասխանատվությունը գցում է թույլի վրա Արցախի կառավարության կամ վերջին կառավարության վրա մեղավորները փորձում է պատասխանատվությունից փախչել եւ այլն։ Նույնիսկ ամենավատ երազի մեջ այսպիսի հայտարարության տեքստ չենք տեսնի, երբ Ադրբեջանը փորձում է պատմությունը վերաշարադրել եւ այս պատմության վերաշարադրանքին միանում է նաեւ պատմաբան Արադ Միրզոյանի գլխավորած գերատեսչությունը։ Սա ուղղակի ամբողջը չեմ ուզում նայեմ, այդ Ադրբեջանը ուզում է պատմությունը վերաշարադրել, Արադ Միրզոյանը փորձում է այդ շարադրությունը իրականացնել, կրկնելով։ Հայկ Խանոմյանը կամ այդ Կարլեն Ասլանյանը երկուսն են աչքից մոռացել են, որ միջև Արադ Միրզոյանը խոսալ դրա մասին։ Այդ պատմությունը, այդ պատմության շարադրանքը իրականացել է հենց իր հյուրը, որ այն մյուս դավաճանի հետ, թշնամու հետ, Վիտալի Բալասանյանի հետ, թուրքերի եւ ռուսների հետ ընկերակցության ընկած գյուղ մարդկանց համոզում էին, որ այդ 5 կիլոմետրոնոց Միջանցքի վրա գյուղերը, Սոս Աղավնոն եւ Վերձորը դատարկներին դուրս գային։ Կարլեն Ասլանյան հիշողությունը խնդիր կա։
Ու ինք հիմա խոսում է, Արարատ Միրզոյանին լսեք աշխարհի ամենավերջին մարդ իրավունք ունի ամեն ինչ ասել ու մեղադրել։ Բայց միջև Արարատ Միրզոյանը այսօր այս խոսքը կասեր, ինքը դա իրականացրել ընդամենը տարի ու կես առաջ։ Արդեն սա կլինի 2 տարի։ 2 տարի առաջ հյուրը իրականացրել է այն, ինչը հիմա ասում է Արարատ Միրզոյանը։ Ինչ որ հիմա ինքն է ասում, որ ադրբեջանական քարոզությունը իրականացնում արտաբերվում Հայաստանի արտգործնախարարի եւ պատմաբան Արարատ Միրզոյանի բերանով։ Բայց միջև պատմաբան Արարատ Միրզոյանը կասել այդ բառերը, ինքը դա իրականացրել է Կարլեն Միրզոյան, եկնել Կարլեն Միրզոյանից։ Ինչ է ստուգան արդեն մտածել։ Կարլեն Ասլանյան։ Հիշողություն այդ խնդիր կա։ Հիշողության այդ խնդիրն է, թե բարոյականության այդ խնդիրը։ Ես արդեն ազնիվ խոսք եմ ասում, սենց մեկ շիվանում ես, թևերը սենց կախվում եմ, մտածում ես լավ, մարդ որտեղից բռնվի, էլի, որտեղից կարճի, եկել հա, ծրագիրը իրականացրածի, ասում է, դուք ինչ կասեք դրա մասին, էլ ասում ամենավատ երազում չի տեսնի, գիտես ինչ, ես ամենավատ երազում չի տեսնի, որ հայը Են էլ նախարարը Արցախում կգա, այն որ քեզ իջևանցի գյալմա են ասում ու ճիշտ են ասում փաստացի, որ մյուս դավաճան Ղարաբաղցու է, դա Ղարաբաղցի է, դա Արցախցի չի դիտում, որ դրա հետ կընկնեն, կվախեցնեն մարդկանց, որ հանգստանեն չվառեն, հանգարց չձեռ չտան։ Ղարաբաղ, թուրքերի, ռուսների հետ կդատարկի սեփական գյուղերը ու կտա Թուրքին։ Միակ ճանապարհը, միակ։ Որ այդ ճանապարհը ազատագրելու համար, այդ Լաչինի միջանցքը ազատագրելու համար, մարդիկ, հայրս, մենք տասնյակ, ինչ տասնյակ արա։ Չգիտեմ ինչքան զոհ ենք տվել։ Իմ կյանքում երկու հատ շատ մեծ ուրախություն ա եղել։ Ես այդ երկու բան եմ նշում։ Մեկ 92 թվականն էր մայիսի 8-ը։ 7-ը, երբ որ ես լսեցի, որ ազատագրվել է բանը, այս միջանցքը բացվել է, Լաչինի միջանցքը, Բերձորի միջանցքը։ Ես 20 տարեկան էի։ Դրանից հետո այդքան ուրախացել եմ երևի սենց, երբ որ ծնվեց առաջի տարս։ Դա իմ կյանքում ամենամեծ, ու այսօր միջև այսօր ես հիշում եմ այդ օրը, ժամը ինչ է եկել, ինչ շամպանսկիները ոնց էին պայթացնում, ես կյանքում չի եղել Լաչինում, ես չգիտեի նույնիսկ այդ որտեղ է։ Ես կոնսերվատորիա 3-րդ կուրս էի։ Բայց դա իմ ամենալուսավոր այն հիշողություններից մեջ, առաջի ամենամեծ իմ ուրախությունը։ Արա դուք տարակ տվիք էդի թուրքերին, մարդկանց էլ աչքերեցիք նույնիսկ տաները վառել։ Դուք դատարկեցիք էդի տվեցիք թուրքերին։ Ես իմ ամենավատ երազի մեջ չէի կարող դա տեսնել։ Այսօր է դատարկողը եկել է Ազատություն ռադիոկայանի եթերում հիշողությունը կամ չգիտեմ բարոյականությունը կորցրած Կարլեն Ասլանյանին ասում է. Ես դες բան չեմ հիշում, արա։ Ես դες բան չէի կարող պատկերացնել։ Դրա համար էլ երբ որ ես իմացա, որ Ազատություն ռադիոկայանը փակվում է, զրո էմոցիա մոտս։ Ցանկացած բան որ փակվեց, կասեի ինչ ափսոս էր։ Որովհետև դուք վաղուց ձեր գործին չեք ծառայել։ Վաղուց։ Ընդհանրապես ցանկացած բանի մեջ, գործի մեջ, եթե այս ձևով ալվում, բարոյականությունը տղճած ունենան, ոչ այդ գործը, ոչ այդ հարաբերությունները, ոչ այդ ընտանիքը, ոչ այդ հասարակությունը, ոչ այդ երկիրը ապագա չունի։ Ապագա չունի որ։ Իսկ բուդդիզմի մեջ sense խոսք կա։ Ասում են նույնիսկ եթե շուրջդ քաոս է, բնության մեջ քաոս չկա։ Դա քո գործերի հետևանքն է։ Որտե բնության մեջ ի սկզբանե քաոս չկա։ Մի զարմացեք, որ քաոս է ձեր շուրջը։ Բա այս ձևով ոնց կարող ուրիշ բան, ոնց կարող ծաղկեր ծառեն։ Ծառերի քոքի թույն լցնես, ծառերը կտրտես ու դեր ծաղի քաճի, պտուղ տա։ Ես երեք
այս հրեշի մասին խոսացի եւ ցուցադրեցի այն մասը, որ ինքն ասում որ Ադրբեջանն ու Թուրքիան զրո էին, որ կարող անեն Արցախը գլավել առանց Պուտինի անձնական թույլտվության եւ աջակցության։ Այսօր մյուս բան եմ ուզում կարդամ, երեք ես այս բանավոր ցիտեցի, բայց հիմա ուզում կարդամ նաեւ ձեր համար։ Որ ասում ես բազմակի անգամ շեշտել եմ, եթե էական չումա դուր գալի ու դուր չի գալիս է, հա, որ ինչ որ տարածքային ամբողջականություն ցանկացած սուբյեկտի նախկին սովետական շրջանում, հա, դրա տարածքը ճակատագիրը որոշում է բացառապես Մոսկվայում, բացառապես, ու դուք ասում պետք է շատ լավ հասկանաք, ու ընդունեք, դա տենց է, սա էս ռուս հրեշ, ուզեք ասեք ռուս ֆաշիստ, ուզեք ասեք Պուտինի խորհրդական, ուզեք ասեք ռուսական քաղաքականության այսօրվա Ռասպուտին, սա Ռասպուտինն է, ինչ տարբերություն։ Այս էլ իրենց Ռասպուտին, այսօրվա Ռասպուտինն է։ Ենի Պուտինն է, սա Ռասպուտինն է։ Գուցե սա շատերի համար նորմալ է, ուստի իրենց ամեն ինչում իրենց համար վտանգավոր եւ մտահոգիչ բան չկա։ Ես արդեն հոգնել եմ մեղադրական ճառեր ասելով, ես չեմ ուզում ասել։ Բայց սա ռեալ վտանգ է։ Ռեալ վտանգ է, ու ես ձեզ ասեմ, այս վտանգը երբեք չի վերանալու։ Իրեն հնարավոր է մենակ նեյտրալիզացնել։ Այսինքն հնարավոր չի վերացնել, որտեղ եթե երկու հատ էլ sense ռուս մնաց, իրենց կյանքի նպատակը դա է եղել։ Միշտ 100 տարիներ գրավել այն ինչ որ լավ է ու վերացել այնի Ռուսաստանին։ Պատկերացրեք, այն ինչ որ արվեց Մերձ Բալտիկայի հետ, այն ինչ որ արվեց Մերձ Դնեստրի հետ, այն ինչ որ արվեց Հայաստանի հետ, գրավել ու այն վերացել Ռուսաստանին։ Պատի իմաստով։ Հիմա գնացեք Մերձ Բալտիկա ու գնացեք Ռուսաստան։ Դուք կհասկանաք ինչի են վերացել այդ երկիրը։ Կամ ցանկացած տեղ։ Սա իրաց քաղաքականությունն է, ով ուզում է համաձայն լինի, համաձայն չլինի, իմ հետ վիճարկեն, որ չէ, այտես չի, սա բանը չի ներկայացնում, Պուտինի ծրագրերը չի ներկայացնում, կամ ինչ վատ է, որ ինչ վատ կլինի, որ մեր հարցերը Ռուսաստանում որոշվեց, չէ, Արցախի հարցը Ռուսաստանում էլ որոշեց։ Դե հիմա ինքներդ մտածեք, դա լավ էր, թե լավ չէր։ Հենց դեռ էլ որոշեց, Հայաստանի հարցն էլ այն մանդ է որոշվում, այս ձևով հիմա որոշեք, դա լավ է, թե լավ չի։ Իսկ ինչ որ մեկի համար, ցանկացած մեկի համար, եթե ընդունելի է, որ իր հարցը ուրիշ տեղ է որոշվում, եւ ինքը դա նորմալ է նայում։ Իրաց ավելաբար էլ բան չի ասել։ Նայեք էսի, ռուսները են մատղաշ ծառերն են կտրտում։ Անտի, ըստ ինչը։ Ու ոչ մի բացատրություն, ոչ մի, սա սպանդ է, սպանդ ու այսքան մարդ դրան աշխատում է, որ իրականացնի այս սպանդը։ Նայեք, այս մուսրներն են, կողքները կանգնած, որ հանկարծ մեկը չխանգարի սպանդին, որ հանկարծ մեկը այս սպանդին խոչընդոտ չլինի։ Ժողովուրդ, ես իհարկե չեմ հավատում, որ ինչ որ մեկը կգա դες ասենց բանին, հա, Սասունցի Դավիթ նման ասենց կբռներից բոլորի ձեռքերը կոլորեր ու կտաներ գերողի ծոցը, որ չթողել այս ծառերը ավիրեի։ Բայց հիմա հարց եմ ուզում տամ այն մարդկանց, ովքեր ձեն ընտրել Ավինյանին ու Արոն Սարգսյանին, որոնք այսօր ավիրում են քաղաքի իրար հետ, ու մնացածին։ Ես մեղադրում եմ բացառապես ձեզ, որովհետև դուք չտայեք այդ ձայնը, իրանք այսօր չեն անի։
ու կամ դուք վերջի անպատասխանատու մարդն եք այս կյանքում, որ ինքը իր գործերի համար պատասխան չունի տալու։ Մեղավոր է Պուտինը, մեղավոր է եղանակը, մեղավոր է Էլչիբեյը, մեղավոր է Ալիևը, մեղավոր է Նիկոլը, բայց ինքը որ ձեն ա տվել, ինքը դա նպաստել է, ինքը մեղավոր չի։ Տեսեք, սա իմ համար ամենաանընդունելի, ամենաեղկելի տեսակն է։ Եղկելի, դու մարդ հետ եք եկել ես քեզ տուն, քեզ վերացնելու։ Դու չես պաշտպանվում, մեղավորը դու ես։ Եթե եկել եք թշնամի հետ քեզ վերացնելու, դու չես պաշտպանում, մեղավորը դու ես։ Եթե դու գիտեիր ոսկով վրա հարձակվելու են, դու չես պաշտպանվել, բանը չես կառուցել, էլի մեղավորը դու ես։ Եթե եկել ա մտել ա տուն, փողանակին լիկվիդացնես, դուրը զենք ես ձեռը տվել, այն ինչ որ հիմա կատարվում է Հայաստանում։ Ոչ միայն չես լիկվիդացել, այլ ձեռքն է զենք ես տվել, գնացեք նստեք կողքին նայում ես ու մեղադրում ես հարևանին, որ չի գալիս քեզ օգնի։ Չէ ոչ թե քեզ օգնի, քո տեղը քեզ փլկի։ Այ հիմա էսա կատարվում մեր հասարակության մեջ։ Հենց հիմա Երևան քաղաքում։ Լավա Գյումրին կարողացավ սանից խուսափել։ Եվ ասում են ինչ վրեք, ուրախացել ինչ տարբերություն։ Բանը Վարդանիկն է թե Սալիկն է։ Ոչ մի տարբերություն, բայց ԿՊ-ն պարտվել է։ Դուք միթե չեք հասկանում այդ տարբերությունը։ ԿՊ-ն սա է։ Դա չի նշանակում, որ Վարդանիկն ավելի լավ է, բայց ԿՊ-ն պարտվել է ու պարտվելու է։ ԿՊ-ի համար, որ Վարդանիկն է, դրանից լավ չի իրանց վատ է։ Այստեղ է տարբերությունը, միակ տարբերությունը սա է, ուրիշ ոչ մի տարբերություն չկա։ Հիմա վերադառնամ սրանց։ Ով սրանց ձեն ատում է։ Ինքը ուղիղ հանցագործ է։ Այսօր եթե մի քանի մարդ պետք է հասնվեն փողոցում, պետք է հայտնվեն հենց այդ ձեն տվողները, կամ հայտնվեն քաղաքապետարանի դիմաց, բռնեն իրենց ավականու դոշերից, ասեն շան ծնունդներ։ Ընդ մի հատ կա չէ, մի հատ հրեշը կա չէ, խմբակցության ղեկավարն է։ Շան ծնունդ, անազգաններ չեմ հիշում, չեմ էլ ուզում։ Դուք ես ինչ եք անում իմ քաղաքի, ես անհամար եմ ձեն տվել։ Եթե չեք անում, ուրեմն նշանակում է համաձայնեք սրան։ Ուրեմն ճիշտ են անում, ուրեմն անում են ձեր այդ համաձայնեցած։ Եթե տենց է, բուդդիզմի ասածը ճիշտ է։ Չկա քարոս աշխարհում, կա պատճառ-հետևանքային կապ, գործողությունների արդյունք։ Որովհետև երբ որ գործողությունները այլ են լինում, արդյունքներն այլ են լինում։ Այս օրինակի վրա իմ այլ ցույց տամ։ Սա Շվեյցարիան է։ Страна меньше всего боится войны – это не Россия и США, а Швейцария. Обычные швейцарские деревни могут показаться простыми, но многие сараи на самом деле являются крепостями с 3-метровыми стенами из бетона С-50, способного выдержать ядерный удар. А дальностью стрельбы башенной пушки может достигать до 50 километров. Амбары соединены подземными ходами, а на поверхности только скот и трава, что делает его скрытным. Շվեյցարիան աշխարհի ամենաապահով երկիրը, որտեղ պատերազմի հավանականությունը մոտ է 0-ին։ Մոտ է 0-ին։ Իր հարևաններից ոչ մեկ, ոչ Գերմանիան, ոչ Ֆրանսիան, իր վրա ոչ Իտալիան տակից, հարավից։ Իր վրա ընդհանրապես այդ երկրները պատերազմող երկրներ չեն, ու Եվրոպայում 40 թվականից հետո ամենապես այդպես բան չի եղել պատերազմի։ Նույնիսկ պատերազմի ժամանակ երկրորդ համաշխարհային Շվեյցարիան էլի մնաց նեյտրալ։ Նեյտրալ երկիրն է, բայց ինչ պաշտպանական համակարգ ունի։ Շվեյցարիայում ոչ մեկ չի վախենում պատերազմից, բայց ամենաշատ իրանք են պատրաստ։ Ոչ թե որ իրանք վայրենի են պատերազմի, չէ, ուղղակի իրանք խաղաղություն են ուզում։ Ու եթե ուզում ես խաղաղություն, նույնիսկ եթե հարևանները չեն պատրաստում քո վրա հարձակվելու, դու պետք է պատրաստ լինես պատերազմի։ Ամենառազմականացված հասարակությունը Շվեյցարիան է, որտեղ բոլոր քաղաքացիներն ասում են ռազմական պատրաստականություն։ Տարին մի ամիսա, չգիտեմ ինչ որ 2 ամիսա, իրանք անպայման վերականգնում են իրենց ռազմական գիտելիքները, բոլոր իրենց տան մեջ ունեն իրենց զենքը, իրենց ամեն ինչով պետք է առաջի օգնության, հա, չգիտեմ, մոբիլիզացման համար։ Իրանք մի օրվա մեջ կարող են 1 միլիոնից ավել մարդ մոբիլիզացնել։ Նույնիսկ ասում սա այն երկիրն է, որ պատերազմ չի սպասում։
իր մոտ պատերազմի վտանգ չկա, իր մոտ բնական դաշնակիցներ են բոլորը բնական դաշնակիցներ են, բայց ինքը ամենառազմականացված այո պատերազմի պատրաստ երկիրն է, գիտեք ինչի, սիրում է խաղաղություն սիրելը դա ոչխարի պահվածքը չի, մեր մոտ սենց է, եթե դու խաղաղություն ես սիրում, պետք փալասը լես, իրազեկ քաղաքացի, այդ դու իրազեկ քաղաքացի չես, դու ագրեսիվ ես, դու պատերազմ ես ուզում, սա տխմարների լեքսիկոնի արգասիկ է, որոնք սենց կրկնելով իրաց նման հիմարներն մտածում են հայելի, եթե դու ինքնապաշտպանում ես, ուրեմն դու ագրեսիվ ես, ու դրանցից քանի որ ոչ մեկ ոչ պատմություն գիտի, ոչ աշխարհագրություն գիտի, ընդհանրապես ոչ մի բան չգիտի, ամենաերկար բանը որ կարդացել է Նիկոլի ստատուսներն է, հետևից կրկնելով գնում են։ Ես մինչև հանդիպում եմ այս տեքստեր։ Իսկ երբ որ տեսնում եմ դա տղամարդ է գրել, խայտարակություն է։ Երբ որ կին է գրողը մտածում ես ինչ դժբախտ է, որ կյանքում չի տեսել ինչա նշանակում տղամարդ։ Չի տեսել էլի։ Ոչ էլ կարդացել է, մի գիրք գոնե կարդացած լիներ կիմանալ ինչա տղամարդը։ Որ տղամարդը առաջին հերթին դա ասպետ է։ Իսկ ասպետականությունը ինչ որ բաներ ունի էլի մեջը, կոդեքսներ ունի, հա։ Ասպետը չի կարող փալասը լինի։ Փալաս եւ ասպետ հասկացողությունը տարբեր հասկացողություններ են։ Բայց այսօր հայկական իրականության մեջ ասպետը եթե կարելի է տեսնել հավասարեցած է փալասի հետ, դա իրազեկ քաղաքացին է։ Դա իրազեկության հետ կապ չունի, ես տեսակն եմ ասում եմ։ Պատկերացեցիք։ Իսկ այն ասպետներին տալան սպանեցին հազարներով։ Լցեցին բոլորին եռաբլուրները։ Իսկական ասպետների, որոնց պետք չէր ասել, որոնց պետք չէր սովորեցնել հայրենասիրություն, որոնց պետք չէր սովորեցնել ինչպես սիրել հայրենիքը, հայրենիքը ինչի կարիք ունի, պետք չէր սովորեցնել։ Իսկական ասպետներին սպանեցին։ Սպանելուց հետո սկսեցին փալասների ղեկավարն է, հետո փալասներ պետք է ներվի, որ իրեն ասում են մարդիշկան պետք է փալասրնի, որ ԿՊ-ի կողքից շոյվի շնորհավորանքի համար կամ լավ խոսքի համար։ Այդ տարակ բան է կատարվում ամբողջ աշխարհում, ուրջ եմ ասում։ Ուրեմն Հնդկաստանը միանգամից ուրեմն 5 ինքնաթիռ, ինչքան iPhone կա, իրաց մոտ պատրաստած, շտաբ բոլորն ուղարկել է Ամերիկա, քանի դեռ բաները չի թանկացել։ Տարիֆները չեն սկսել մտել ուժի մեջ։ Ես որ տեսնում եմ ընկերներից, ծանոթներից մեջ, որ դեռ բանը սթափության կոչ են անում, ժողովուրդ ամեն ինչը պես միանշանակ չի, Թրամփը տենց հրեշ չի, Թրամփը իդիոտ չի, ասենց էսա տնտեսական փոփոխություններ անում, սա գիտեք ինձ ինչն է հիշեցնում, որ մեզ Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց 1 ամիս 2 ամիս հետո վրեքներս գոռում էին թողեք թող աշխատի։ Եվ որ դու տենում ես մարդ, այն ինչ որ ինքը օրակարգը եկել է օրակարգը, հակակոռուպցիան, դատական համակարգի փոփոխություն, բլա 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 բլա։ Ու դա ոչ մեկը չի անում, ու անում է ուրիշ բան, որ արդեն տեսնում ես հետևանքները։ Իրականում հենց հիմա նույն անում է բանը, Թրամփը, ու այդ մարդիկ, որ արդեն իրաց կյանքում տեսել են Նիկոլ, տեսել են էլի։ 7 տարվա մեջ չէ, ամեն ինչ եղել։ Ու սպասում են, որ Թրամփի պարագայում այլ պետք է լինի, որ մարդ, որ լրիվ ուրիշ օրակարգով է եկել իշխանության գալուց հետո 170-ից փոխեց ամեն ինչ ու ավիրում է աշխարհը։ Բարի բունի մասով ավիրում է աշխարհը, որին շատ հստակ արձագանքում է աշխարհը, ոչ թե աշխարհի բաներին, իրանք ոնց որ ասում են Սորոսները, իրենք ոչ չեն սիրում իրենց ասած բաները, այլասերվածներ, դեմոկրատները բան։ Չէ, տնտեսությունը, հասարակ մարդը, տնտեսությունը, ոսկու գինը, նավթի գինը, ոսկու գինը, խանութի գինը, դրանք ընդհանրապես կապ չունի ձեր ասած, ձեր պատկերացած այդ դեմոկրատների հետ։
որին վախեցնելով այս Թրամփի պահում են իշխանության։ Հələ շատ կարճ։ Իսկ այն մարդիկ, որ ասում են, այս ամեն ինչը Թրամփ ուզում է բերի Ամերիկայում աշխատացնի։ Դες ես մեկ հարց եմ տալի։ Դուք պատկերացնում եք ինչ կարժենա նույն ապրանքը, հիմա որ 5 բան են բերում, 5 ինքնաթիռ Հնդկաստանից, այսինքն այդքան iPhone-ը արտադրվել Հնդկաստան։ Դուք պատկերացրեք, եթե այդ iPhone-ը արտադրվեր, կամ ցանկացած բան արտադրվեր Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Հիմա Վիետնամում, Չինաստանում արտադրվում, աշխատողը ժամը կարող $1 էլ չի ստանում։ $1 ժամը։ Եթե ժամը $1 դառնա, պատկերացրեք, Հայաստանի աշխատողը ինչքան է միջին ստանում։ Չգնանք եւ Վիետնամ, Հայաստանի աշխատողը միջին աշխատավարձը հաշվենք։ Ինչքան 100-150 հազար, հա։ 50,000 ենք, մոտ ինչքան է գալի։ 5,000 դրամ, կոպիտ ասացա, 5,000 $12։ Այսինքն այդ մարդը աշխատում է մոտարապես $1.5 ժամը։ Ժամը $1.5։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում աշխատող պատկերացնում եք Ամերիկայի Միացյալ Նահանգներում ժամը $1.5 աշխատող գոյություն չունի։ Էլ չեմ ասում եթե IT ինդուստրիայում աշխատում, թեկուզ հավաքող, նա ժամը կարող է լինի 20, 30, $40, ես չգիտեմ։ Բայց եթե նույնիսկ $30 հաշվենք, 20 անգամ ավելի, այսինքն iPhone-ի գինը եթե արտադրվեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ասում եմ պետք է գա Հայաստան բանով, վերադառնա բոլոր արտադրանքները Ամերիկայի Միացյալ Նահանգներ, ձեռ եք առնում ժողովուրդ, 20 անգամ ավելի թանկ է նստելու նույն տեխնիկան, ցանկացած բան, ցանկացած, այն ինչ որ արտադրվում է Չինաստանում, Վիետնամում, նույնիսկ ասում են, որ Հայաստան ամենաէժան աշխատուժը չի, մեկ այլի 10, 15, 20 անգամ ավելի էժան աշխատուժը, քան Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ընդ որում, Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդքան աշխատուժ չկա էլ։ Գործազրկությունը 5-6% է։ Բացարձակապես թիվ չի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդքան աշխատուժ չկա, որ այդ բոլոր միլիարդավոր արտադրությունները բերեն Ամերիկայի Միացյալ Նահանգներ։ Դա սուտ է, դա հեքիաթ է, դա ապուշություն է։ Բանու Ամերիկայում գործազրկության ահռելի տոկոս գոյություն չունի։ Այդ գործազրկության ահռելի տոկոս կլինի ժամանակ այն երկրներում, որտեղից կբերեն կհանեն այդ արտադրությունները։ Դա ոչ միայն Ամերիկայի Միացյալ Նահանգներում հնարավոր չի կազմակերպել այդ ամեն ինչը, բացարձակապես հնարավոր չի։ Չկա այդ աշխատուժը։ Այսօր ուզում ես շինարար գտնես, ինչա միգրանտներին չեն թողում աշխատեն, մարդիկ շինարարություն անում, մեքսիկացի չեն գտնում աշխատելու համար։ Չկա, աշխատող չկա։ Գասնամեք ասում Թրամփի վերաբերվում են այնց հիմա, ոնց որ Նիկոլին է սկզբի ժամանակներ, ասում են թող աշխատի։ Տեսնելով որ եղբայր լեբիվարկեն է, 1-2 ամիս արդեն հերիք է։ 1-2 ամիս արդեն հերիք հասկանալու մեզ ուրա գնում։ Ու շուկան դերակցան տալիս է, շուկան հոսա բոլորը բան չեն։ Այդ ձեր պատկերացած է դեմոկրատները չեն։ Շուկա է, շուկան ինքը սեր չունի, ազգություն չունի, փողը։ Այս մարդը դե հիմնովին ավիրում է երկիրը, ու երբ որ երկիրն ավիրված է, ինքը ինչ անում այդ ժամանակ գնում է գոլֆ խաղալու, ճիշտ է ասում։ Էս էլ հետ գալուց ընդ որում գնացել է գոլֆ խաղալու։ Առաջի ինքնաթիռով։ Առաջի բորդով։ We put a big tariff on Europe. They are coming to the table. They want to talk, but there's no talk unless they pay us a lot of money on a yearly basis. Number one for present, but also for past. Ասում եմ մեծ տարիքներ ենք դնելու եւ ստիպելու ենք Եվրոպային վճարի, ոչ միայն հիմիկվա համար, այլև անցյալի համար նաեւ։ Սա շիզոֆրենիկա, ով ինչ ուզում է թող ասի։ Թող նեղանան ինձանից, թող ասեն քո գնահատականը քաղաքական չի, սա շիզոֆրենիկա։ Ընդ որում ես չեմ կարծում տենց անմեր շիզոֆրենիկա։ Ես այս ամեն ինչի ադասների մեջ ես առաջին օրվանից եմ ասում, դիտավորություն է։ Նայում ես, խափեց եկա մի բանի համար, ու անում է լրիվ բաներ, որը չի խոսացել երբեք։ Բեկը թիշում է, որ ինքը ասում ես գալու եմ աշխարհի վրա տարիֆներ դնեմ։ Գլատկի տեղ ախած ոչ մեկ իրեն չես տիպում այդ անը։ Չէ։ Լրիվ դիտավորյա, սա շիզոֆրենիկ չի, սա թշնամություն է։ Թշնամություն, այսօր ասում ես բանը, ես միտումնավոր չեմ հրահրել բորսայի անկումը։ Լուրջ ես ասում։ Սա Նիկոլն է լրիվ, ասում է, ճիշտ է, ես բանը ոնց էր ասում։ Ես պատասխանատու եմ, բայց ես մեղավոր չեմ։
Իսկ միտումն ոչ չեմ արել, լուրջ։ Այդ վրա օրենքները որ բան է դառնում, հայտարարում է, բոլորին պատերազմ է հայտարարում, բա դա ինչ էր։ Միջև հիմա էլ դու նույնն ես անում։ Հիմա Եվրոպային այնքան եմ խեղդելու ստալիվներով, որ հələ պետք է վճարեն ինձ a lot of money։ Լիքը փող է։ Հələ անցյալի համար է պետք է վճարեն։ Անցյալի համար ինչ ես ուզում։ Դու ինչ կարաս ուզես Եվրոպայից։ Շատ խայտարայք վիճակ է սպասում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ես տնտեսագետ չեմ։ Ես ուղղակի գիտեմ պատմությունը։ Եվ թող ովքեր տնտեսությունով երբևէ զբաղվել են ցանկացած բանը նայողների մեջ անպայման գործարարներ կլինեն։ Թող հələ մեկը ասի, որ իր բիզնեսը լավացել է այն ժամանակ, երբ որ ինքը կռվել է իր մատակարարների հետ, իր բաների հետ, առաքիչների հետ, ասենք իր գոլեգաների հետ։ Հələ նա թող ասի այդ, որի գործերն է միանգամից լավացել, երբ որ ինքը սկսել է բոլոր այդ պատերազմել, հա։ Մատ թափտվել, ասենք իր բանի վրա, ումից ապրանք է առնում, ասենք իր մատակարարի, հա։ Որտեղ Ամերիկան ինքը ամեն տեղից մատակարարվում է ամեն ինչով։ Ինքը մատ է թափտալի։ Գինին, խմիչքեղենը թանկացել է 300%-ով, 300, որը նշանակում է, իմջելուց այսօր լսեցի, որ 60%-ն է խմիչքների գինու արտադրության կարողանում ապահովի Կալիֆոռնիայի բանը, Կալիֆոռնիան, որի արտադրանքը մեկը, ոչ իսպանականա, ոչ իտալականա, ոչ չիլին է մոտենում, ոչ ավստրալիականին է մոտենում, մեկը, որը շատ թանկ է նստում, շատ ուժը թանկ է, ասել եմ, այն որ Իտալիայում, այդ սարերում աճում է, ինքն իրան, առանց ջանքերի, որտեղ աշխատուժը ավելի էժան է, քան բանում, Ամերիկայի Միացյալ Նահանգները, որտեղ իր պահպանման, թթվելու վիճակը, կլիմայական ամեն ինչը, բնական է դրա համար պետք չի հատուկ պայմաններ սարքել, որը էլի ծարս է, հա։ Այսինքն դրա համար լավագույն չասեմ, լավ գինին, ես հիշում եմ, որ մի 6-7 տարի առաջ, որ Իտալիայում էի, խանութում առնում ենք 5-ից 10 եվրո, շիշը, իտալական գինի շիշը, 5-ից 10 եվրո ենք առնում խանութում, նայես դու ինչքան լավն էի ուզում այդ օրը խմել, պատկերացնում եք։ Իրան դեղ բան չի, մեծ աշխատանք չկա, բայց Կալիֆոռնիայում դա թանկ է, որտեղ աշխատուժն է թանկ, պայմանները դրա համար չի, հատուկ կլիմայական պայմաններ պետք է ստեղծեն պահպանման համար եւ այլն, հնեսման համար։ Այն էլ կարողանում է 60% ապահովի ամբողջ շուկայի, մնացածը 40-ը ներմուծովի էր։ Հիմա ասում է 300% բարձրացել են, որ տեղական բանա վաճառվի։ Դա շիզոֆրենիկ չի, ինչա, եւ որ տեղական արտադրողը չունի որ արտադրի։ Դա չունի, այդքան տեղն է խաղողաճում Կալիֆոռնիայում։ Չկա 60%-ը կարողանում է մաքսիմում ապահովել, մնացածը որտեղից է ստեղծվում։ Այսինքն որ մարդը գինի պետք է իր բանը, այդ լավ գինին, ասենք այդ լավ միջինա, կարելի է $15-20 առնել, շատ կարգին գինի։ Հիմա դարել է, ասենք 50-60 $։ Ու սա զարմացած է, որ այդպես բան է, բորսայում էս վիճակն է։ Ու ինձ համոզում են, որ սա տնտեսական առողջության համար է։ Ու ամենակարևորը մեղավոր նախկիններն են, չմոռանանք այդ, չմոռանանք հանգարց, որ մեղավոր նախնիներն են։ Ես ինչքան նայում եմ սրան, հիշում եմ այդ ամբողջ մեր անցած այս 7 տարվա պատմությունը։ Սա սպիկերն է, սա մի շիզոֆրենիկ է, այս Մայք Ջոնսոնն է։ Սա արդեն հաստատ շիզոֆրենիկ է։ Որը էլի պնդում է, որ կոնգրեսը իրավունք ունի դատավորների վրա ազդելու եւ ազդելու է եւ դրա հնարավորությունը ունի։ Այն դատավորները, որոնք քննադատում են եւ հակատրամպյան որոշումներ են կայացնելու եւ կտրելու են դրանց ֆինանսավորումը։ Էսի այդ բանն է։ Ներկայացուցիչների պալատի բանն է, խոսնակն է։ Հանրապետական շիզոֆրենիկ է, սա ուրիշ բան չես կարող։ Իր խոսքը հակասահմանադրական է, դանել են դատելու։ Ասեմ վերջնական արդյունքում ինչ ա լինելու, խայտարակ բան ա լինելու, ուրեմն դատելու են բոլորին։ Եվ Թրամփին են դատելու, եւ Մասկին են դատելու, եւ Սան են դատելու, եւ իր տնտեսական խորհրդատուին են դատելու։ Տնտեսական այդ խորհրդատուն իր Նավարայա զիբիլա։ Մասկը հայտարարել է, քանի որ տեսել է իր տնտեսությունը, բացի որ ակցիաներն իր մոտ իջնում ահավոր արագությամբ, արդեն 130 քանի միլիարդ փող է գործել։ Հիմա այս սանկցիաներն մտե իսկ իր բաները, դետալները բոլոր տեղերից գալիս էր։ Ստե հավաքում են հիմնականում այդ Տեսլա։ Ամեն տեղերից գալիս է, ինքը արդեն չգիտի ինչ արժանալու է Տեսլան։ Ոնց է, ինքը բանը, փաստի առաջ է կանգնել, սկսել է քննադատել։ Հիմա
Տրամպի մի ձեռը քննադատում է, մյուս ձեռը ինչ հասի որ լավ լինի, որ Տրամպը ասում է այդ Նավարան իր տնտեսական խորհրդատուն, որ Մասկը ընդամենը մեքենա հավաքող է, նա տնտեսությունից ոչ մի բան չի հասկանում։ Եվ վերջ։ Ճիշտ անում, որ այս տաքսերը դրել է, այս ավիրատություն անում է համաշխարհային տնտեսության հետ։ Սա ճիշտ անում։ Դե ճիշտ անում, վերջը լավ լինի։ Երևի հիշում եք 2 օր առաջ Ռուսաստանը ռմբակոծեց բանով Կռիվոյ Ռոգում խաղալապարակ, ռեստորան, որտեղ բազմաթիվ երեխաներ մահացան նաև։ Հետո հայտարարել են, որ ինֆորմացիան է, որ ունեցել, որ ռեստորանում ՆԱՏՕ-ի զինվորականները կարևոր հանդիպում են իրականացում, ռմբակոծել են այդ ռեստորանը 24 France 24 կանալը ցույց է տվել վիդեո, եւ ապացուցել, որ այդ բանի ժամանակ ոչ մի զինվորական ընդ ուղղակի չի եղել։ Եվ ՆԱՏՕ-ի զինվորականները ի տարբերություն ռուսների, նրանք այդ կարևոր հանդիպումները, ասենք փողոցում, չգիտեմ, մակդոնալդսներում կամ օբյեկտներում, սաունաներում չեն կազմակերպել։ Եվ հերթական ռուսական ստորությունն է, ստորություն էլի, ինչ ասես, դուգին, էլի ֆաշիստը ոնց արի։ Ես ոչ թե ռուսատյաց եմ, ճիշտ հասկացեք։ Պատմության մեջ դրանցից ոչ մեկ բան, այդ բառը պետք է ասեմ, խեղճ չի տեսել։ Չի տեսել։ Չի եղել նման բան, չի եղել։ Դա կյանքում ոչ մի հարևանի ոչ օգնելա, ոչ մի մաքսիմում գրավելա, եթե կարելի է գրավել ասել, գաղութացրելա, կոտորելա, անդերքը քայլեր տարելա, ոնց որ այսօր միջև այսօր ամբողջ բանա, ամբողջ Կովկասից է նույն բանն անում, Սիբիրից է նույն բանն անում, եւ որտեղ որ ինքը կա, որը նույն ձեռագիրն է։ Եվ որը ոչ չի ենթարկվում 3 տարի սպանում է այս մարդը։ Ռմբակոծում է մանկատաններ, ծննդատաններ, ծերանոցներ, հիվանդանոցներ, ու պարզ գրում են սա պատերազմ է, եթե տես չանեք, մենք պատերազմը չենք հաղթելու։ Ես ես ասում եմ, մեկը չեք հաղթելու։ Դուք արդեն պարտված եք։ Ու ցանկացած մեկը, որ ես տեսնում եմ Ռուսաստանի նկատմամբ բան ունի, սիմպաթիա։ Ես եթե առաջ չարանում էի, ես իմ ասես մեղքս գալիս ասում, մարդ ինչ աստիճանի կդր չար լինի, որ սատանի մարդասպանի նկատմամբ բան ունենա, սիմպաթիա ունենա։ Ու ինքը դատակից ոնց է դուրս գալու։ Ոնց որ մեկը ասեք Նիկոլի Փաշինյանի նկատմամբ սիմպաթիա ունենա, ինչ տարբերություն։ Որի վերջը սա է, մատնայ։ Լացի մոտա 40-50 հազարի ամրակ տարավ կեսը գյուղացումն է։ Մի հատ մանուշտի չեմ կարում արդում երեխեն ուտի։ Դուք մերի տենան որ տերանոցին ատան, իմ տնից լավ մանկատուն, եկեք գնաց տենանք։ Մտնեք այդ մարդով տունը կվախենակ, ոչ մեկ մեղավոր չի վարձում, բայց չեմ կարում ապրեմ, գոնե տոտող են, մենք մեր քստիկով գոյացեմ եք։ 12 տարեկան երեխա այսօր խանութից 800 դրամի բան եմ եկել ասպատասի, կարող է չկշտանա։ 800 դրամի նավդի ուտի ես հրտան աս չեմ արել։ Ասել եմ վաղը կտամ, բա ոնց պայմ էտ երեխեքից։ Սանց նկատմամբ սիմպաթիա ունեցող ունեն, մարդ կոչվելու իրավունք ունեն, ինձ համար չէ, ես այս կնոջը չեմ ճանաչում, մարդը, որը բնությունից ապրելու իրավունք ունի, տեսակ է, ատամել չկա վերան, 800 դրամի բան եմ վերցե խանութից փողնել չեմ տվել, եղածներն էլ ջարդել տարել են, Սպանորից չգիտեմ այդ որ երեխուն արել եմ, ասում եք կշտանա, այո, թե չի կշտանա։ Ինչքան մարդ է այս վիճակում Հայաստանում։ Ում համար սա էական չի։ Էլի նույնս եմ ասում, խնդիրը լրիվ բարոյական հարթության վրա է։ Ես այդ մարդկանց նկատմամբ կավեկցանք չունեմ։ Որովհետև այդ մարդիկ են ստեղծում այս վիճակը։
Հենց այդ մարդիկ է ստեղծում այս վիճակը։ Գիտեք, Ամերիկայի բանում սենատում այս Իլոն Մասկը որ որոշեց այս social security պակետները վերացնի, այս օգնությունը ծերերի վատ ապրող ընտանիքներին, ամենամեծ աղմուկը այդ ժամանակ դարձավ։ Ու այդ ապահովված սենատորները ասում են, մենք չենք ուզում, որ ամերիկացին դառնա մուրացկան, ամերիկացի չունևորը դառնա մուրացկան այս վիճակի։ Սա խայտարակություն է այդ երկրի համար։ Երկրի որակը դրանով է որոշում։ Եթե միտեղ դա կա, ոչ թե ասենք մեկը տուն կերպ կորցրել է, իրան տենց կամ տենց ինքը տենց է ուզում, աղքատ ապրում են բոլորը կան։ Բայց եթե դա շերտ է, ու ոչ մի օգնություն չկա իրանց, ոչ մի ապրելու հնարավորություն չկա իրանց համար, նշանակում է այդ երկիրը զավթված է հրեշների կողմից, հրեշների կողմից։ Որոնց մեջ մարդկային ոչ մի բան չկա, որոնց մեջ բարոյական ընդհանրապես ոչ մի բան չկա։ Որովհետև Աստված ի սկզբանե աշխարհը ստեղծել է լի ամեն ինչով։ Բոլորին ամեն ինչ հերիք էր։ Մարդիկ իրանք համար որոշեցին, որ մեկը պետք է ամեն ինչ ունենա, մյուսը ոչինչ։ Ինչ էլ փորձի իր համար անել, ձեռից կխլեն, կտան կջարդեն, առանց մտածելու, բայց մարդու հետ վերջը ո՞նց է լինելու։ Հետո կզարմանան, որ ես մի հատ վատ բան տեսնեն։ Հիմա սրա 12 տարեկան երեխան սովածությունից ով մի վատ բան անի, անդառնալի վատ բան անի, կասեն հրեշա մեծացել 12 տարեկան ոնց արեց, դուք հրեշ եք մեծացնում։ Հրեշն են բոլոր մարդիկ, ովքեր ոչ մի ձևի կարեկցանք չունեն այս մարդկանց նկատմամբ, որով չեն հասկանում իրենց գործողություններով իրանք ինչի են բերում մարդկանց ու դրանով ինչ են մղում։ Նիկոլ Փաշինյանը արբանյակային ինտերնետ խոստացել է։ Ոչ։ Նիկոլնովա որ ինչ որ մի բան կարողանա մարդկանց խոստանա ու կատարի։ Ինքը ինչ խոստանում է չի կատարում։ Մենակ թուրքերի խոստվածն է լավ կատարում։ Ձեզ Նիկոլ Այսօր մայրության տոն է, շատ գեղեցիկ տոն է։ Ես երբ որ մայրացել եմ, երբ որ ծնվել է իմ տղան, որին ես արդեն 4.5 տարի ման եմ գալիս։ Ինձ ոչ մեկի ոչ ծաղիկն ա պետք, ոչ մեկի ոչ շնորհավորանքն ա պետք։ Ես իմ որդուց եմ ուզում լսել այդ շնորհավորանքը։ Մեր համար չկա տոներ, մեր տոների օրերը մեր համար ավելի մեծ ցավ ու տառապանք է, ավելի մեծ ցավ ու տառապանք։ Վերադարձրեք մեր տղաներին, այս պահանջով անհետ կորած զինծառայողների մայրերը այսօր կառավարության մոտ էին 4 Պարդաշի մնացածը։ Ես ուղղակի հիշեցնեմ Անդրանիկ Քոչյանի պատասխանեց մայրին, ասում եմ բոլորը ստացել են իրենց պատասխանները։ Բոլորը։ Ուրիշ մայր եթե պատասխանեց իրենք բավարարված չեն եղել, բայց բոլորը ստացել են պատասխանները։ Ինքը ասեց ու գնաց տուն։ Ենթադրում եմ, որ ինքը տանը երևի ինչ որ մեկ ունի, որ իր դեմը դուռ կբացի, կարող է փոքր երեխա կա, դե չկա էլ թորնիկների հետ չնապում, չգիտեմ, կարգավիճակ ընտանիքի ես ոչ մեկով հետաքրքրված չեմ, բայց մտածում եմ, որ մի բան կունենա իրենց հետևից թողած էլի։ Չէ՞ որ նույնիսկ հրեշները կարողանում են սերունդներ արտադրել իրենց նման։ Հիմա այդ մարդիկ որ տուն են գնում։ Չեմ մտածում, այս մարդիկ գնալու տեղ չունեն։ Այդ մարդիկ, որոնց երեխեք իրենց շնորհավորում են։ Չեմ մտածում, որ այս մարդկանց երեխեքը չկան որ իրենց շնորհավորում։ Այսինքն Կարողական ու այդ երեխեքը կան թե չկան, այսինքն բոլորիս հարցն է, բոլորիս համար է այդ ամեն ինչ եղել։ Այս կնոջ երեխան չի գնացել այս կնոջը պաշտպանել, գնացել ամբողջ երկիրը պաշտպանել։ Անկեղծ ասեմ, հասարակության մեջ, երկրի մեջ, որքան մարդ որ մտահոգված է, այս հարցով, այնքան մարդ էլ ապրելու իրավունք ունի։ Կներեք ուղիղ արտահայտվելուց համար։ Մնացածը բողոքելու բան չունի։ Ես հիշում եք միշտ բերել եմ այդ Ֆեմիդայի կշեռքի։ Այն դատարաններում տեսած կնեք, այդ Ֆեմիդայի կշեռքը, ասենց մի կողմ ասենց երկու բան նժանա։ Այս Ֆեմիդայի կշեռքը, այս Ֆեմիդան այս կշեռքն է, այս ցանությունները դա
իրավունք ու պարտականությունն է։ Ով ինչքան պարտականություն է վերցնում իր վրա, բալանսի համար ինքը այդքան էլ իրավունք ունի։ Եթե մի հասարակության մեջ հասարակությունը պարտականություն զգալիս է մարդկանց կորուստի եւ վիշտի համար, մենք այս վիճակին չենք լինի։ Մենք այս վիճակին, որովհետեւ չունենք իրավունք, որովհետեւ պարտականություն չենք վերցրել մեր վրա։ Պարտավորվածություն, չէ՞։ Որովհետեւ այս երեխեքին տանող սպանողներին, ուրացողներին, ամեն ինչին, դավաճաններին մենք ենք փողոցում տենում, մենք ենք ծնունդ շնորհավորում։ Ես ասում եմ, չէ՞, ինտերնետում տեսնում եմ ինչա կատարվում։ Էլի են խոսքն եմ հիշում, ասում ինչքան շփվում եմ մարդկանց հետ, այնքան ավելի եմ սկսում սիրել կենդանիներին։ Վերջինն եմ մենք։ Ջանկայշատակ Կարեն Դեմիրճյանը գալիս էր Լենինյան քաղամասի մոտով ձեռները քամակին դրած մեջքին հայելով երջանկայշատակները Թորոսյան Կարլեն հետ գալիս էին Ստետրամի կալցևը կար։ Իսկ այսօր փարչակները հարուատ ախրանայով են մանգալիս մի հատ էլ փողոց են փակում, հələ մի հատ ցիրկի խաչմերու գիրիկունը նայեք տեսեք անգրադիետ չոբան այդ բարեկներին լեցրել են անգրադիետներին։ Սելիկ չկա։ Էլի գալիս եմ ամեն առաջի թեմային, հա։ Հանրային պասարանքը եւ հեղինակությունը հանրային դա օրենքով չի սահմանվում, դա օրենքով չի կարգավորվում։ Ամեն մարդ ինչ ունի, ինչ հեղինակություն ունի, դա իր աշխատանքի, իր կյանքի ճանապարհն է իրան ապահովում։ Կարեն Սերոպիչը կարողացել է այդպես մանգա, որովհետև այդ իրավունքը վաստակել է այն։ Իսկ Փաշինյան Նիկոլը գիտի ինքը ինչ իրավունք է վաստակել։ Դա մալ հազարավոր հետերից թափոն աման տալի։ Այս մարդիկ են ասում այդ անգրագետ անճոռնի պարեկները, այ անգրագետ անճոռնի պարեկները, որովհետև հակառակ դեպքում եթե այդ պարեկների գլխի մի քիչ ուղեղ լիներ, նրանք այդ գործին չէին գնա։ Կասեն մի վարք այս երեխեքի, այս կանանց, այս երեխեքին սպանողներին, ես ո՞նց կնամ պաշտպանել։ Չէ՞ որ դրանք էլ են մեր մեջ առնում։ Ու հասարակության մեջ 10% իրենց պաշտպանում։ Այս երեխեքի այս կանանց վիշտը, ցավը, իրանք են չէ ապահովում, միջև մեր շարունակական է այդ ամեն ինչը։ Որը 9-10% դրանց բան կա, պաշտպանող կա հասարակության մեջ։ Ամեն մեկը ինքն է ձեռք բերում իր խոսալու, քայլելու իրավունքը։ Իսկ մնացածի գործը այդ բալանսը պահելն է։ Նույնիսկ եթե ինքն էլ չի հասկանում, որ ինքը ապրելու, քայլելու եւ խոսելու իրավունք ունի, մնացածը դա մասին պիտի հիշեցնեն ուղիղ այնպես, ինչպես են աղջիկը, հենց ամեն առաջի բանի նյութի ժամանակ որ ցույց տվեցի, հա, որ այսենց հիշացրել է Սարիկին, հա, բայց ԿՊ-ից շնորհավորանք ընդունելը ժեղություն է, մարդ ինչքան պետք է ժեղ եղնի, որ ասոնց հետևից էս դա, ճիշտ ասում։ Այ Երանի էս Տոմա Սիմոնյան նման արդիկ շատ են ու ինքան լավ է որ ինքը երիտասարդ է։ Ինչքան լավ է որ ինքը երիտասարդ է։ Դու պատկերացեք բոլոր երիտասարդները տենց լինեն։ Փողոցում տենային Անդոյին ասեն Անդոն դու տակամք ես անում։ Դու տականք ես։ Ու մնացած բոլորին։ Պետք չի ինչ բան ասել։ Բայց ես վստահեցնում եմ ԿՊ-կաները փողոց դուք չէին գա։ Հետո խոսալուց առաջ կմտածեին։ Դուք ինքներդ կտեսնեիք նախ ոնց է հասարակությունը առողջանում, սա առողջացման process է։ Այ ասելը առողջացման, խոսալը առողջացման process է։ Առողջացումը նաև քո վերսած պարտականությունների համեմատ քո իրավունքները բարձրացնելը։ Այ սա առողջացման process է։ Իսկ այսօր նեսա դուս գալի հասարակության մեջ չլինի, քանի մարդ իրավունք ունի խոսալու։ Քանի մարդ է վերցրել իր վրա պարտականություն, որ ըստ դրա խոսա։ Այսօր բան այսքան։ Լավ մնացեք։